դոզանիչացրեց իր հայտարարություններով, որ ժամերով նստած եւ քննարկում են ֆակտորների հետևում ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման հարցը։ Մենք տեսել ենք ինչպես է Ադրբեջանը վարվում, նույնիսկ եռակողմ ստորագրված փաստաթղթերի հետ։ Վաճառել հասարակության վրա այդ հույսը դա բարոյական չի։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում զրուցելու ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովայի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ Տիկին Էլիբեկովա, ինչպես կգնահատեք հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում, վերջին 1 ամսվա կտրվածքով։ Ես ինչ որ կտրուկ փոփոխություն ճիշտ ասած չեմ տեսնում, ընթացիկ ինչ որ յուրահատուկ բան չի տեղի ունենում հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, որ ասեմ ինչ որ հենց այս վերջին մի ամիսը ինչ որ բանով մեզ առանձնակի է հետաքրքիր։ Այսինքն ստանդարտ նույն process-ներն են բանակցային գործընթացում, որոնք տեղի են ունեցել վերջի տարիներին։ Ընդհանրապես, այսպես ասած, խաբկանքի հերթական դոզա ստացանք նրա վերաբերյալ, որ համաձայնագիրեր, պայմանագիրեր, այդպես է մինչև վերջ ոչ մեկ չկողմնորոշվեց, թե դա ինչ փաստաթուղթ էր, որ համաձայնեցվել է, բայց թշնամական կողմը շատ արագ այդ էйֆորիան, այսպես ասած, դոզանիչացրեց իր հայտարարություններով, որ մինչև այդ փաստաթղթի ստորագրումը դեռ երկար ճանապարհ կա անցնելու, իսկ այդ երկար ճանապարհը, ինչպես բոլորս գիտենք, դա իրենց հերթական նախապայմանների խմբի բավարարումն է հայկական կողմից, որը կարծես թե Հայաստանի իշխանությունների կողմից ոչ մի խոչընդոտի կամ ինչ-որ դժգոհության չի արժանանում եւ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած նախապայման ադրբեջանական կողմի բավարարել։ Դրա հետ մեկտեղ այնպիսի խճճված կերպով են ներկայացնում փաստաթուղթը, որովհետեւ կնկատեք մինչև վերջ որևէ մեկին այդպես էլ պարզ չի, որ պայմաններն են պայմանագրի մաս կամ համաձայնագրի, իսկ որոնք են նախապայմաններ, որ պետք է կատարվեն դրա ստորագրության համար։ Միակը ինչի մեջ կարող ենք վստահ լինել, դա ըստ երևույթի դա սահմանադրության փոփոխությունն է, հա, որպես նախապայման, որը ներառված չէ փաստաթղթում։ Բայց երբ որ Հայաստանի իշխանությունների ուղիղ հարց է տալիս, թե ինչ պարունակություն կա, ասում են դե հասարակությունը գիտի։ Հասարակությունը բացարձակ տեղեկացված չէ փաստաթղթի բովանդակությունից։ Ոնց են իրենք չափել։ Հասարակությունը գիտի թե չէ։ Պատմեք իմանա հասարակությունը, որովհետև մենք հիշում ենք, չէ, որ մինչև 2020-ի պատերազմ նույնպես Հայաստանի իշխանություններին որ հարց էին տալիս ինչ եք դուք բանակցում, նախ սկզբից ասում էին առհասարակ ոչինչ չենք բանակցում, չնայած որ համանախագահները ներկայացնում էին, որ բանակցային սեղանի շուրջ այսպես կոչված Լավրովի պլան կա, որը ժամերով նստած եւ քննարկում են ֆակտորների հետևում, բայց վերադառնում են բանակցությունից, ասում են չէ, ոչինչ չենք բանակցում։ Եվ դա արդեն տարակուսանք էր առաջացնում եւ կասկածներ էր առաջացնում հասարակության մոտ։ Հետո, երբ որ արդեն ուղիղ սկսեցին այդ հարցը բարձրացնել, ասում էին, թե ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք, ինչ պետք է, այն էլ բանակցում ենք, դուք մեզ մի ասեք։ Հա, հետո վերջում բոլորս տեսանք արդյունքը այդ բանակցությունների, հա։ Հիմա մենք կարծես թե նույն իրավիճակը ունենք, երբ որ ուղիղ հարց են տալի Հայաստանի իշխանություններին, ինչ է պարունակում այդ փաստաթուղթը եւ ոնց եք դուք առանց հասարակության կարծիքը հարցնելու պատրաստվում ինչ-որ բան ստորագրել մեր անունից, պատասխանը գրեթե համարժեք է։ Հասարակությունը լավ էլ տեղյակ է, որովհետեւ մենք դրա տարբեր դրույթների մասին խոսել ենք։ Ոչ մի բանի մասին կոնկրետ չի խոսվել։ Օրինակ, բազմիցս հարց է տրվել եւ ասուլիսների ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ եւ ԱԺՄ Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման հարցը, օրինակ արտացոլված է այդտեղ թե չէ, կա այդպիսի պայմանավորություն բանակցությունների սեղանի շուրջ դա քննարկվում է թե ոչ, հոդաբաշխ, մերժում, չգիտեմ ինչ որ հաստատում որևէ միանշանակ պատասխան որևէ անգամ մենք չենք ստացել։ Բայց Ադրբեջանը շարունակում է բարբերաբար այդ պահանջը ներկայացնել։ Դա նախապայմաններից մեկն է, այո։ Տիկին Էլիբեկովա, մինչդեռ հայկական կողմը դեռ շատ քաղաքական գործիչներ, ռազմական գործիչներ չգիտեն խաղաղության պայմանագիր, համաձայնագիր կոչել, Փաշինյանը համաձայնվում է այն անգամ միակողմանի ստորագրել, խնդրեմ ներկայացնեք, թե այն ինչ է մեզ տալու հայկական կողմին, Հայաստանը ինչ է շահելու դրանով։ Ոչինչ։ Այսինքն միակողմանի որևէ փաստաթուղթ երբեք չի ստորագրվում եւ վավեր չի ճանաչվում որևէ միակողմանի ստորագրված փաստաթուղթ։ Դա հերթական հիմար պոպուլիզմն է, որով փորձում են մեր հասարակության գլուխը լցնել հերթական ինչ-որ պատրանքներով, հա, խաղաղության։
միակողմանի որևէ ստորագրված փաստաթուղթ իրավական որևէ ուժ չունի։ Ասեմ դες ավելին, նույնիսկ երկու կողմից է ստորագրված այդ փաստաթուղթը հիմք չի լինելու խաղաղության, որովհետև մենք տեսել ենք ինչպես է Ադրբեջանը վարվում նույնիսկ երրակողմ ստորագրված փաստաթղթերի հետ, հա, ինչպիսին է դրանց ճակատագիրը լինում եւ ինչպես Ադրբեջանը չի պահում պայմանավորվածություններ։ Այսինքն խոսել նրա մասին, որ չգիտես թե ինչ է այս մի փաստաթուղթը պետք է այսպես կետ առ կետ ադրբեջանական կողմը պահպանի, ես այդ պատրանքները չունեմ։ Եվ ես կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ մեր հասարակության մեջ չունի նման պատրանքներ, որ Ադրբեջանը հարկ եղած դեպքում առիթ ունենալու դեպքում չի խախտելու, որտեղ մենք տեսել ենք ինչա լինում Ուկրաինայում, մենք տեսել ենք ինչա լինում Սիրիայում, մենք տեսել ենք մեր աչքի առաջ երկրագնդի այլ վայրերում, ինչպես են խախտվում փաստաթղթեր, պայմանավորվածություններ եւ այլն, եւ դրա հետևանքը եւ միջազգային հանրության կամ լռությունը, բայց կամ ոչ բավարար process-ին խառնվել է, ինչ հետևանքներ է բերում խաղաղ բնակության համար։ Հետևաբար դա իշխանություններն էլ չեն թաքցնում։ Իրենք էլ են ասում, այ Ադրբեջանը կես ժամ հետո փաստաթղթի ստորագրումից հետո կարող է սկսել պատերազմ։ Հետևաբար վաճառել հասարակության վրա այդ հույսը դա բարոյական չի, իմանալով, որ այդ փաստաթուղթը ուղղակի թղթի կտոր է։ Նաև վերջին շրջանում տեսնում ենք, որ թշնամին ադրբեջանական կողմը բարբերաբար ինտենսիվ կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ եւ ապա տեղեկատվություն է տարածում, թե իբրև հայկական կողմն է սկսել այս ամբողջը վերլուծելով կարող ենք ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում եւ սպասում հարմար առիթին։ Պատերազմի վտանգ տեսնում եք դուք։ Պատերազմի վտանգ ես տեսնում եմ միշտ, որովհետև ես տեսնում եմ, որ Ադրբեջանը այդ պատերազմին պատրաստվում է։ Ադրբեջանը զորավարժությունները անցկացնում այս օրերին շատ ինտենսիվ եւ ոչ միայն այս օրերին, տարվա ընթացքում պոստպատերազմական շրջանում, եթե նայում եք, տասնյակ զորավարժություններ եւ ներքին եւ միջազգային իր գործընկերների հետ բացի այդ զենքի գնման շատ մեծ գործարքներ անում, բացի այդ ռազմական բյուջեն է աճացնում, արտաքին քաղաքականությունն է փորձում ամրապնդել միջազգային աջակցություն ստանալու համար, այսինքն Ադրբեջանը եւ քարոզչական այդ թվում, հա, դաշտում։ Հետևաբար Ադրբեջանը բոլոր իր գործողություններով ցույց է տալիս եւ ապացուցում է, որ իրենք այդ պատերազմին պատրաստվում են։ Հետևաբար խոսել նրա մասին արդյոք Ադրբեջանը գնալու է էսկալացիայի թե չէ, ճիշտ կլինի, այսպես ասել, միշտ պետք է այդ էսկալացիային լինել պատրաստ, որովհետև թշնամին այդ էսկալացիային ի տարբերություն մեզ շատ նպատակաուղղված պատրաստվում է։ Եվ կարող ենք ասել, որ Հայաստանը այսօր պատրաստ է նոր մի պատերազմի։ Թող ռազմական փորձագետները շատ մանրամասն եւ մանրակրկիտ բացատրեն, թե ինչու ոչ։ Ինչու նման քաղաքական եւ ռազմական ղեկավարություն ունենալով մենք այդ պատերազմին պատրաստ չենք։ Տիկին Էլիբեկովա, կա կարծիք, որ խաղաղության պայմանագիրը ուղիղ հարված է Արցախի հարցին եւ խաղաղության պայմանագրի կնքումով փակվելու է ամբողջովին Արցախի հարցը։ Դուք կիսում եք այս տեսակետը եւ այստեղ կխնդրեմ վտանգները ներկայացնեք, թե ինչ վտանգներ այն իր մեջ պարունակում Արցախի հարցի վերաբերյալ։ Դե տեսեք, օրեր առաջ ԱԳՆ-ն փաստացի դրա մասին հենց խոսեց իր հայտարարության մեջ, որ իրենց համար տարանջատված են այդ խնդիրները եւ Արցախյան հարցը այլևս Հայաստանի Հանրապետության խնդիրը չի։ Անկախ նրանից, թե ինչա գրված անկախության հռչակագրում, անկախ նրանից, թե ինչ էր գրված 2021-ին ՔՊԻ նախընտրական ծրագրում, անկախ նրանից, թե ինչ է գրած մեր օրենսդրության մեջ, ներկայիս իշխանությունը ժամանակավոր իշխանություն է։ Չգիտես թե ինչի, ամբողջ հասարակության անունից որոշել է, որ իրենք այլևս պետք է չզբաղվեն Արցախյան հարցով։ Երբ որ հարց է տալի, ինչ իրավունքով, ինչ իրավասությամբ եք դուք մեր փոխարեն որոշում կայացնում, ասում են, դե դուք 21-ին մեզ մանդատ եք տվել, բայց չէ՞ որ մենք լրիվ հակառակ բանի համար են ձեր ընտրողները տվել մանդատ։ Հակառակ բանի մասին եք դուք խոսում, հա, Հադրութի դեօկուպացիայի, Շուշիի դեօկուպացիայի, անվտանգության երաշխիքների մասին բնակության համար եւ այլն եւ այլն։ Այսինքն ձեզ դրա համար են ձայն տվել։ Հիմա մի հատ եկեք, անենք արտահերթ ընտրություններ եւ տեսնենք Գյումրիի օրինակը մեզ ցույց տվեց, չէ՞, ռեալ ինչ պատկեր է լինում, երբ որ մարդիկ արդեն հասկանում են, որ դուք սոտում եք։ Իսկ ես վստահ եմ, որ հասարակության գերակշիռ մասը դա հասկանում է։ Եվ այնուամենայնիվ ինչ եք կարծում, ի վերջո կկնքվի խաղաղության պայմանագիրը, թե ուղղակի այսպես շահարկվում է։
Ես կարծում եմ, որ ինչ որ բան Փաշինյանը փորձում է պոկել վերընտրվելու ակնկալիքով, ինչ որ նախնական, նախաստորագրում կամ ինչ որ, չգիտեմ, մեմորանդում, ինչ որ դեկլարացիա, ինչ որ ոչինչ չնշանակող թղթի կտոր իրեն պետք է վերընտրվելու համար։ Եվ հիմնական ինչ որ փաստաթղթի շուրջ կամ հանրաքվեի շուրջ խոսակցությունները ինքը տեսնում եք անընդհատ տեղափոխում է 2027 թիվ ընտրություններից հետո, հա, այսինքն ինքը կապում է դա իր վերընտրվելու հետ, այսինքն դա էլ է մեսիջ արտաքին աշխարհին եւ ներքին լսարանին եւ Ադրբեջանին, արեք ամեն ինչ, դա առաջի հերթին Ադրբեջանին է, հա, դիմում, որ արեք ամեն ինչ, որպեսզի ես վերընտրվեմ, որ իմ վրա վերցրած պարտավորությունները ձեր առջև կարողանամ կատարեմ, այդ թվում նաեւ անցկացնեմ հանրաքվե, որովհետեւ ես ունեմ լեգիտիմությունս հաստատելու խնդիր։ Հետևաբար ես կարծում եմ, որ այդ բոլոր խոստումները մենք շուտով ել ավելի ինտենսիվ կսկսենք լսել, ել ավելի ինտենսիվ մեզ կսկսեն բացատրել, թե ինչու է մեզ պետք մեր սահմանադրությունը փոխել, ել ավելի ինտենսիվ կասեն, եթե Նիկոլը գնաց պատերազմա լինելու այդ վախերը էլի հասարակության մեջ սկսեն ներմուծել, այդ մանիպուլյացիաները անել, որպեսզի ապահովեն իր վերընտրվելը եւ հերթական զիջումների, հերթական պարտությունների, հերթական տապալումների նոր շրջափուլ ենք մտնելու այդ դեպքում։ Կխնդրեմ նաև գերիների վերադարձի խնդրին անդրադառնանք, տեսնում ենք, որ Ադրբեջանը անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում, պահանջ ներկայացրեց այս վերջերս, որ պետք է բոլոր այն ազատամարտիկներին վերադարձնի Հայաստանը Ադրբեջանին, որոնք անգամ մի փոքր մասնակցություն են ունեցել ազատամարտին ու նաև Հայաստանը միջազգային ատյաններից մինչդեռ հետ է վերցնում բոլոր հայցերը, Ադրբեջանը նոր հայցեր է ներկայացնում, իբրև թե Հայաստանը սխալ ականապատման քարտեզներ է տրամադրել։ Տեսնում եք դուք շոշափելի քայլեր, որ այս իշխանությունը անում է գերիների վերադարձի համար։ Գուցե հենց պահն է իսկական, որ խաղաղության պայմանագրի կետում ներառեն նաև գերիների վերադարձի հարցը։ Պահանջեն։ Հայաստանի իշխանությունը պետք է այդ գերիների վերադարձ։ Սկզբից եկեք այդ հարցից սկսենք, էլի։ Այսինքն այդ ոչինչ չանելը ես կարծում եմ ամենավառ ապացույցն է, հələ մի բան էլ խանգարելը, հələ մի բան էլ այդ Բաքվի բանտում նստած մարդկանց զրպարտելը ասուլիսների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես կարծում եմ դա հակառակի վկայությունն է։ Բայց հանրությունը չի կարող ճնշում գործադրել նրանց վրա, բողոքի ակցիաներ են իրականացնում։ Երբ որ պետությունը, պետական ինստիտուտները, պետության պաշտոնական ներկայացուցիչները լրիվ հակառակն են անում, ես հաճախակի ինձ էլ են դրա մասին ասում, իմ արտասահմանյան գործընկերները, որ ես ասում SSSS հարցերը ինչի՞ չեք բարձրացնում, որովհետև ձեր պաշտոնական Երևանը լրիվ հակառակն է ասում։ Դուք մի բան եք ասում, նրանք ասում են, չէ, մենք խնդիր չունենք Ադրբեջանի հետ։ Նույն բանը կհիշեք, ՄԱԿ-ում էր։ Արարատ Միրզոյանը կանգնած ասում էր էթնիկ զտումներ, այստեղից մի ոտ առաջ ընկած Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, այդ մարդկանց անվտանգությանը ոչինչ բան չի անում, հա, չի սպառնում։ Այսինքն տասնյակ, հարյուրավոր արդեն մենք ունենք ապացույցներ այդ ամեն ինչի, հա, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն։ Հիմա մենք փորձում ենք ինչ-որ տրամաբանություն գտնել գործողությունների մեջ, իրենց տրամաբանությունը մեկն է, այդ մարդկանց պետք է փակել այդ հարցը։ Գերիների վերադարձ այդ մարդկանց պետք չի, ընդհանրապես։ Եվ իրենք որևէ բան դրա համար չեն անելու։ Հասարակության ճնշումն էլ եթե ինքը կազմակերպված չի, եթե ինքը հախուռն է, եթե ինքը սպոնտան է, սիտուատիվ է, հետևողական չի, դա էլ մեծ օգուտ չի տալու հարցին։ Իսկ վերադարձի համար, վերադարձը գերիների ինչպես կարող ենք ապահովել առանց այս իշխանությունների, չգիտեմ, գուցե երբ որ կփոխվի իշխանությունը, դրա հնարավորությունը կլինի, այդ թվում նաև եւ միջազգային կառույցների եւ արտասահմանցի գործընկերների ճնշման արդյունքում կարելի է դրան հասնել։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ, աշխատել երկար, աշխատել ծանր աշխատանք տանել, որովհետև մենք գիտենք դա ոնց է արվում, որովհետև մինչև 18 թվական մենք ունենք դրական եւ հաջողության հասած դեպքեր, երբ որ մեզ հաջողվել է դա անել։ Եվ այդ մեխանիզմը մենք գիտենք ինչպես է աշխատում։ Դրա համար պետք է ունենալ նորմալ իշխանություն, որը դրանով կզբաղվի։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովայի հետ։